Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունը ավելի բարդ է եւ այդտեղ այդ բարդ ճարտարապետության մեջ եւ Թուրքիան եւ Իսրայելը ունեցել են եւ ունեն մինչեւ այսօր յուրահատուկ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ։ Իսրայելի հետ Միացյալ Նահանգները կառուցել է յուրահատուկ հարաբերություններ, որ իրան թույլ է տալիս ոչ թե ենթարկման վերահսկողության տակ պահել կամ իրանց շահերը ներկայացնել Մերձավոր Արևելքի արաբական երկրների հետ միջավայրի մեջ, Սաուդյան Արաբիան, մոնարխիաները եւ այդտեղ ներկայացնել Միացյալ Նահանգների շահերը որպես երկրներ, որը մեծ ազդեցություն ունեն նավթագազային բալանսի վրա։ Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի ռազմական էին եղել եւ Թուրքիան հետաքրքիր էր Միացյալ Նահանգներին որպես ռազմական գործոն առաջին հերթին ՆԱՏՕ-ի շրջանակներում, ՆԱՏՕ-ի համակարգի մեջ, որ եւ այդտեղ Թուրքիան կատարում է խիստ կարևոր դեր, Միացյալ Նահանգները պրոյեկտացնում էին ռազմական ուժը, աշխարհաքաղաքական ուժը դեպի Ռուսաստան, Սովետական Միություն, դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, հիմնելով Թուրքիայի վրա, ոչ թե Մերձավոր Արևելք ավելի շուտ Իսրայելի դերն է, բայց հիմա նորից ամեն ինչ փոխում է, Իսրայելի դերն է փոխվում, Թուրքիան հայտարարել է, որ ինքը չի ուզում մնա միայն ուղղված դեպի հյուսիս եւ հիմա ինքը հայտարարել է, որ ձևավորում է քաղաքականություն եւ Թուրքիան նաեւ պրոյեկտացնում է ուժ Մերձավոր Արևելքի ուղղությամբ, Մերձավոր ծով, մինչեւ Աֆրիկա, Կենտրոնական Ասիան, Թուրքիան նորից ուզում է կայսրություն դառնա եւ ունենա իր ազդեցության ոլորտ, որը ավելի լայն է, քան թե եղել է Միացյալ Նահանգների համաձայնության մեջ։ Իսրայելը ասում է չէ, Իսրայելը ասում է չէ, Միացյալ Նահանգները ինչ է ասում։ Իսրայելը նույն ձևի կառուցում է մեծ Իսրայել, որը պետք է սկսի այն գետից մինչև Եփրատ գետը դա իմն է։ Մերձավոր Արևելքը իմն է։ Եվ այստեղ երկու մեծ պրոյեկտների, մեծ կայսրությունների բխում է տեղի ունենում։ Եվ մենք որքից երկիր, որը ունի յուրահատուկ ազգային շահեր Մերձավոր Արևելքում, Թուրքիայում, Իսրայելում, մենք ունենք ի վերջո հայկական կվարտալը, մենք ունենք մեր այնտեղ դա հազարավոր տարիներով շահեր, Իսրայելի պետությունը ընդամենը 90 տարեկան է, մեր շահերը ավելի երկար են, այնտեղ ներկայացած, քան թե այսօրվա պետականությունը, երեական ժողովրդի։ Եվ դու պիտի հասկանա, որ փոփոխություններ է տեղի ունենում եւ կշարունակվի։ Եվ այդ փոփոխությունների մեջ դու առաջինը պիտի հասկանաս ինչ է տեղի ունենում եւ ոչ մի դեպքում չմտնես դրանց առանցքը։ Մենք այդ սխալը արել ենք, երբ որպես Հայաստան եւ ժողովուրդ մտել ենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ 3 դար։ Հայկական հարցը, Հայաստանի թագավորության վերականգնումը, հայ ազգի շահերի հասնելու նպատակը մենք դնել ենք մեր ազգային շահերը Շահամիրամը եւ մնացած մեծերը երբ կառուցել են սահմանադրություն, մենք սխալ ենք կառուցել եւ դրել ենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ Երբ դրել ենք այդ հարաբերությունների մեջ, այն ստացել եք այն վիճակը, որ մենք ունենք։ Մենք ստացել ենք մեծ եղեր, մենք ստացել ենք այն, որ հայկական լեռնաշխարհում հայկական ազգը ներկայացվեց մի բեկորի վրա Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մենք մտել ենք կայսրությունների մեջ իրանց հարաբերությունների մեջ եւ դա մղել է մեզ եւ քանդել է։ Հիմա կառուցում են նոր աղացներ։ Այդ աղացներում լինելու է Թուրքիան, լինելու է Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը եւ մենք որպես երկիր, որ ունի շահեր այդտեղ, առաջի հարցը դու պիտի դուրս մնաս այդ խաղերից։ Չթողնես, որ քեզ ներքաշեն այդ խաղերի մեջ։ Դե Փաշինյանը ասեց, եւ ինձ համար այստեղ զայրանալի է, ես զայրանում եմ ճակետներով, երբ տեսնում եմ հայկական իշխանությունների քայլերը վերականգնել յուրահատուկ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։ Դու ունենալով յուրահատուկ հարաբերություններ այսօր Թուրքիայի հետ մտնում ես այդ խաղի մեջ եւ կպարտվես։ Այսօր պետք չէ մտնել այդ խաղերի մեջ։ Սպասիր, թող իրան կռվեն իրար հետ, կառուցվի նոր ճարտարապետություն, Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետություն եւ վերջին պահին, երբ արդեն ինչ հասկանալի լինի, կզբաղեցնես քո դիրքերը։ Բայց Իսրայելը ներքաշում է քեզ։ Եվ Իսրայելն է ներքաշում, եւ Թուրքիան է ներքաշում, եւ Ադրբեջանն է ներքաշում իրանց հայտարարություններով։ Բոլոր երկրները հայտարարություն են անում մեծ եղերնի շուրջ։ Իսկ մեծ եղերնը քո հարցն է։
Եվ օգտագործում են որպես գործիք եւ օգտագործում են որ իրան օգտագործում են որպես գործոն իրանց շահերի համար իրանց խաղում կարող է մեր դեմն է կարող է մեզ նպաստի բայց այդ իրանց խաղն է Գայան է դու կարող ես հաշվարկես իրանց խաղը բայց այդ իրանց խաղն է իսկ դու քո խաղը չես խաղում դու հրաժարվում ես մեծ եղերնից դու հրաժարվում ես Արցախի հայության մեծ եղերնի շարունակությունը մտցնել խաղի մեջ դու հրաժարվում ես Արարած царից, դու հարձակում ես հայ առաքելական եկեղեցու վրա, այն վիճակում, երբ ամեն ինչ փոխվում է, բոլորը կոնսոլիդացնում են իրենց հնարավորությունները, բոլոր երկրները, պետությունները, ազգերը հավաքում են իրենց ներուժը, հասկանալով ահռելի մեծ ալիք է գալիս։ Հայաստանը այսօր զբաղված է պարակտման եւ շարունակվում է ինձ համար ճակետներում անհասկանալի խաղեր։ Նորից եմ կրկնում, մեծ եղերնի գործոնը խաղակարտը օգտագործվում է այսօր եւ դա բնական է որովհետեւ հայկական հարցը ի սկզբանե եղել է միջազգային հարց աշխարհաքաղաքական հարց եւ բոլոր ուժային կերտոնները օգտագործելու են Արցախի խնդրեմը միշտ խոսել եք դրա մասին հիշում ես դա հայկական հարցի մի մասն է եւ նույն ձևի օգտագործվելու է օգտագործվել է եւ օգտագործվելու է Եթե դու որպես երկիր ազգ, որ այդ հարցի տերն է եւ այդ հարցի աղետի հետևանքն է, չես մտնում պաշտպանես քո քայլերը կամ օգտագործես, պրագմատիկ օգտագործես, հասկանալով որ դա սկզբունքային է, դա ներել են քո քեզանից բացի առանց քեզ եւ կարող է քո վնասելով քեզ համար, վնասական քեզ համար, բայց դա հետևանք է քո քաղաքականության, քո կույրության, քո դիվանագիտության Ոմանց գնահատմամբ մի ձեռքով Իսրայելը ձեռնոց նետեց Թուրքիային, Ադրբեջանը խոսենք հետո, մյուս ձեռքով ձեռքը մեկնեց Հայաստանին ընկերություն առաջարկելով։ Այո, այդպես կարելի է գնահատել այն ինչ տեղի է ունեցել։ Ճիշտ ասած որևէ նմուշներ ընկերության մասին չեմ տեսնում։ Դա ավելի շուտ իշխանությունների գլխում ինչ որ ձևավորված տեսլական է, տեսելիք է, որը իրականության հետ որևէ կապ չունի իմ կարծիքով։ Իսրայելի կողմից ես չեմ տեսնում Իսրայելի պատրաստությունը փոխել իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Փոխել թե կառուցել, որտեղ կա ինչ-որ հարաբերություն։ Իհարկե կան հարաբերություններ, հայ-իսրայելական հարաբերությունները ռազմական են։ Մենք ունենք ռազմական հարաբերություններ։ Իսրայելը եղել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի դաշնակից պատերազմի դեմ, Հայաստանի դեմ։ Եվ պատերազմը չի վերջացել։ Այդ պատերազմը շարունակվում է։ Եվ այդ պատերազմում իրանք դեռ այսօր դաշնակիցներ են։ Մինչև այսօր իսրայելական զենքը գնում է Ադրբեջան։ Մինչև այսօր Իսրայելը ունի յուրահատուկ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Մինչև այսօր Ադրբեջան, Իսրայել մնում են դաշնակիցներ, ռազմական դաշնակիցներ եւ Հայաստանի թշնամի։ Այդպես է իրականությունը այսօր, դե ֆակտո։ Արդյոք կա հնարավորություններ, որ հարաբերությունները կդառնան ոչ թե ռազմական, բայց ուրիշ տնտեսական, գումանիտար եւ այլ, այդ արդեն լրիվ ուրիշ հարց է Գայան է։ Եթե Իսրայելը իրոք պատրաստ է այդ ման հարցին, մենք պետք է Իսրայելի արչև հարց դնենք այդ երկրի դերը եւ տեղը երկրորդ Արցախի պատերազմի ժամանակ։ Այդ հարցը պետք է բարձրացնի եւ Իսրայելի որպես պետություն պետք է պատասխան տա եւ կրի պատասխանատվություն։ Մեծ եղերնի շարունակականության մասնակցության Արցախի հայության դեմ։ Այն ինչ տեղի ունեցել Արցախում 2023 թվականին, դա մեծ եղերնի շարունակությունն է 21 դարում եւ Իսրայելը որը պատրաստում է ճանաչել մեծ եղերնը 20 դարի սկզբում, առաջինը պիտի պատասխան տա ինչու է ինքը մասնակցել մեծ եղերնի շարունակության 21 դարի սկզբում եւ ինչ պատասխանատվություն է կրելու դրա համար։ Դա այդ պատասխանատվությունը ինչ ձևի է լինելու՝ ռազմական, տնտեսական, ֆինանսական, բարեգործական եւ այլ եւ այլ։ Դրանք ասում են մենք ընդհանրապես զենք ենք վաճառել, դուք գնեիք այդ զենքը։ Դա ընդհանրապես պատերազմում են մասնակցել, դες խնդրեմ չկա իրանց հետ համաձայն եմ, ուղղակի պատերազմ ա եղել, ընդհանրապես այդ պատերազմի հետևանքով Արցախի հայությունը ջնջվել է, նույն ձևի պատերազմի հետևանքով Գազան է ջնջվել եւ այլ եւ այլ։ Ինչ խնդիր է լուծում Իսրայելը, որպեսզի այդ հարցին պատասխանենք, երևի մեկ ուրիշ հարց ձևակերպեմ։ Ինչ խնդիր կա այսօր Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, որը եթե Քնեսետը չընդունի, բայց այս մեսիջով Իսրայելը ասում է, որ Թուրքիային տես ես սա կանեմ եւ
ինչ որ հարց միասին պետք է քննարկենք, թե պարզապես ով է ավելի ուժեղ տարածաշրջանում լինելու Իսրայելը եւ Թուրքիան, ընդհանրապես իրենց դերի շուրջ մրցակցության մեջ են։ Չէ, գայ, մենք դրա մասին խոսել ենք սկզբում, մերձավոր արևելքում ուժային կենտրոնների քաշը փոխում է, իհարկե, աշխարհաքաղաքական եւ քաղաքական տարածաշրջանային բալանսի հարց է։ Իսրայելը թուլանում է։ Բայց այս քայլով ինչու է Իսրայելը թուլանում է, Թուրքիան եւ Իրանը, Եգիպտոսը չի համարձակում, Սաուդյան Արաբիան ուրիշ վիճակում է այս պատերազմի հետևանքով, փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը մերձավոր արևելքում։ Ինչ խնդիր է լուծում այդ առումով Իսրայելը այս քայլով, եթե այս քայլով ինքը ցույց է տալիս, որ ինքը ունի լծակներ Թուրքիայի վրա։ Լծակներ, մեծ եղերն է որպես լծակներից մեկը, որը ինքը օգտագործում է Թուրքիայի դեմ։ Թուրքիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ում յուրահատուկ հարաբերություններ Միացյալ Նահանգների, Թուրքիա եւ Իսրայել, Միացյալ Նահանգներ, նույնիսկ Իսրայելը եւրի կփորձի օգտագործել, որ ունենա լծակներ ազդել Թուրքիայի վրա։ Կստացվի, չի ստացվի, շատ դժվար հարց է, որտեղ այսօր պատասխան տալ Միացյալ Նահանգները ում կընտրեն Իսրայելը կամ Թուրքիան որպես հիմնական գործոն, հիմնական դերակատար իրանց շահերը պատկերացնելով, պաշտպանելով մերձավոր արևելքում, այսօր պատասխանը ոչ մեկը չի կարող տալ, որովհետև Միացյալ Նահանգները նույնիսկ անհասկանալի մուտացիայի մեջ են, այնինչը Տրամփն է անում, արդեն լրիվ ուրիշ երկիր է ստացվում եւ այսօր ես պատրաստ չեմ պատասխանել ինչ կլինի Միացյալ Նահանգները 2 տարուց հետո։ Բարի, այս հարցը դեռ շատ կխմորվի մինչև հասկանան Հայաստանը ինչպես պետք է իրեն պահի առաջինը այս վիճակում դու ինչ կարելի է հերու մնաս այդ խաղերից չեզոք մնաս չօգտագործվես որտեվ դու թույլ ես պատերազմից հետո որտեվ դու պարակտված ես դու քո հիմնական ներուժից մեկը հայության ներուժը եւ միասնական ուժը քանդել ես քո ձեռքերով եւ այդ քանդված վիճակում մտնում ես մեծ process-ների մեջ եւ ես խորհուրդ կտամ չեզոք մնալ որևէ յուրահատուկ հարաբերություններ ոչ Թուրքիայի հետ, ոչ Իսրայելի հետ, ոչ Սաուդյան Արաբիայի հետ չունենալ։ Եգիպտոսի հետ կարելի է ապահովել, որտեղ Եգիպտոսը մի քիչ հեռու է մնացել է կայուն, եւ Իրանի հետ պիտի վերանայես քո հարաբերությունները, որտեղ Իրանը մեծանում է իր քաշը եւ կմեծանա։ Եվ դու այդ հնարավորությունը ունես։ Այդտեղ համարացրու, խորացրու, բայց կա տեղեր, որը չպիտի անցնես, կա ինչ որ տեղեր, որը չպիտի անցնես, բայց մնացած ուղղություններում դու կարող ես եթե շարունակես լայնացնես քո հարաբերությունը Իրանի հետ պահելով այդ քաղաքական եւ տարածաշրջանային բալանսի Շնորհակալություն եւ մեկ հարց եւս ինչին է փորձում հասնել Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում այս ամբողջ ինչ որ մենք տեսնում ենք հայտարարություններ հայհոյանք ընդհանուր մինչեւ հայհոյանք այնտեղից տեղող ինչ խնդիր է դրված պարզապես հայհոյել խփել հարվածել թե այնուամենայնիվ ինչ որ կետ կա որին հասնում է Ռուսաստանը Դա ավելի շուտ ոչ թե Հայաստանի քաղաքականության հետևանքն է դա ավելի շուտ հետևանք է այն process-ների որը տեղի ունենում Ռուսաստանում Ռուսաստանը թուլանում է Ռուսաստանը ունի բարդ խնդիրներ ուկրաինական պատերազմում եւ ճակատում այնտեղ process-ները գնում են լրիվ անհասպասելի Ռուսաստանի համար ուղղության եւ թուլանալով Ռուսաստանը դառնում է նյարդային դառնալով նյարդային ինքը շատ լարված ներով նայում է այն ուղղություններին որտեղ ինքը զգում է մինչեւ այսօր եղել այդպես ինքը վերահսկել է ունեցել է Հայաստանը լրիվ իր վերահսկողության տակ այսօր ինքը թուլանալով նարդանանում է եւ մտածում է կարող է ինչ-որ բան կորցնի եւ դրա համար ճակետներում գոռում է եւ նարդանացած ձևով խոսում է Հայաստանի հետ բայց ինձ համար ցավոք սրտի Հայաստանը դեռ մնում է լրիվ Ռուսաստանի դաշնության վերահսկողության տակ եւ ռազմական ոլորտում եւ տնտեսական ոլորտում եւ այս ազգային ժողովի այս եւ երկրորդը երևի եվրոպական միությունն է նույն ձևի փոխակերպման մեջ Եվրոպական միությունը փորձում է դառնալ ոչ թե միայն Բրյուսելի բյուրոկրատիկ համակարգ եւ տնտեսական դաշինք, բայց դառնա ուժային կենտրոն եւ փորձում է փոխակերպման մեջ մտնի եւ դառնա ուժային կենտրոն ձևավորվի։ Երբ ինքը ձևավորվում է որպես ուժային կենտրոն, արդեն կան հայտարարություններ, որ ինքը կուզենա տեսնի Հարավային Կովկասը որպես իրան ազդեցության ոլորտ։ Երբ Հարավային Կովկասը մտնում է եվրոպական ուժային կենտրոնի մեջ, Վրաստանն էլ է մտնում։ Վրաստանն եւ Ադրբեջանն էլ։ Վրաստանին կարող են հետ բերել իրենք։ Այդպես մտադրություններ կան Եվրոպայում եւ ելնելով այդ մտադրություններից հայտարարությունից Եվրոպան փորձում է ծանրացնել, ծանրակշիռ դարձնել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Եվ դա ներդացնում է Ռուսաստանին, որտեղ ինքը կորցրել է Ադրբեջանը, կորցրել է Վրաստանը, մնացել է Հայաստանը, եթե Հայաստանն էլ է կորցնում, վիճակը փոխում է։ Մինչև այդ մենք խոսում ենք, որ Միացյալ Նահանգներն է մտադիր մտնել Հարավային Կովկաս, մինչև Թրամփի անհասկանալի խաղերը եւ պատերազմը, որը տեղի է ունեցել, որը թույլատրել է Միացյալ Նահանգները, բայց Եվրոպան նույն ձևի հայտարարություններ է արել։ Եվ արդյոք Եվրոպան կկարողանա ձևավորվի որպես ուժային կենտրոն։ Արդեն այս օրերը հայտարարություն ա եղել, որ պետք է ՆԱՏՕ 3.0 կառուցենք, ՆԱՏՕ-ի հիման վրա մենք կառուցել ենք ուրիշ ՆԱՏՕ, ուրիշ ռազմական արդեն ալյանս կունենանք։ Եթե Եվրոպայի կողմից դա ստացվի, մենք պետք է սկսենք կառուցել յուրահատուկ հարաբերություններ Եվրոպայի հետ, Եվրոպական միության հետ։ Եվ Ռուսաստանը դա հասկանում է եւ հարվածում է Հայաստանին, ու իշխանությունները որևէ քայլ այդ ուղղությամբ չեն անում։ Մենք մնում ենք դեկլարատիվ մակարդակի վրա, ընտրությունների արչեւ ունեք դուրս գալ այդ կառույցներից։ Հա, ընտրության արչեւ հայտարարություններ են արել, որ այո, մտնում ենք, դուրս են գալիս եւ այլ, ընտրությունից հետո հայտարարել են, որ եվրասիական տարածքից ճայիճից որևէ տեղ մենք չենք մտադիր դուրս գալ։ Չէ, դե նոր հայտարարություններ եվրոպական այդ ԵԱՏՄ-ն ինքն է քանդվում, եթե մեզ հետ այդպես է վերաբերվում։ Ես նորից եմ կրկնում, ԵԱՏՄ-ն քանդվում է, թող քանդվի, բայց Եվրամիությունն է փոխվում։ Եվ Եվրամիությունը սկսում է նոր քաղաքականություն ձևավորել։ Եվ դու պարտավոր ես այդ քաղաքականության մեջ սկսել գտնել քո տեղը ու դերը, ոչ թե լռել, ոչ թե սпасել, բայց ունենալ յուրահատուկ հարաբերություններ Իրանի հետ, սկսել կառուցել, վերանայել քո հարաբերությունները Եվրոպայի հետ, հույս պահելով կամ հաշվարկելով, որ Եվրոպան կարող է փոխվել, Միացյալ Նահանգների հետ խոսել անկասկածելի է, անհասկանալի է, մի քիչ պիտի հեռու մնաս, եւ այդ ամենը ստացվում է բավականին բարդ քաղաքականություն եւ ռազմավարություն, որը պիտի լինի շատ ճկուն եւ դու պիտի պատրաստ լինես շատ արագ կայծակի նման փոխակերպվես, ադապտացնես քո քաղաքականությունը, ռազմավարությունը եւ մարտավարությունը, որտեղ աշխարհը, որտեղ դու ապրում ես եւ տարածաշրջանը կայծակի նման փոխվում է